Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառքասովոր մենք այսօր էլ կենթանի ենք առողջին եւ կարող ենք գալ մեր սիրելի փրկչի ոտքերի մոտ եւ սորել իրենից ճշմարտությունը։ Թող Աստված բացի մեր աչքերը, մեր սիրտը, մեր հոգին, մեր ականջները, որպեսզի լսենք, տեսնենք, զգանք եւ ընդունենք թե մտքով, թե սրտով ճշմարտությունը մեր սրտի մեջ եւ Հիսուսի շնորհով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անով խնդրեցի ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որը կոչվում է ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները եւ արդեն հասել ենք 7-րդ դասին, որը կոչվում է հիմքեր մարգարեության համար, հիշելու համարն է։ Եսայա 6:8 Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Ես պատասխանեցի. ահավասիկ ես, ինձ ուղարկիր։ Տիեզերքը կառավարելու Աստծո իրավունքը հիմնված է նրա որպես ամեն բաների արարիչ լինելու հայտնության մեջ է գրած դա հայտնություն 4:11 ինչպես նաև նրա բնավորության վրա Աստծո արդար բնավորությունը բացահայտելով է, որ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես եւ ինչու են մեղավոր մարդիկ զրկվում Աստծո փառքից, ինչպես գրված է Հռոմեացիս 3:23-ի մեջ, ասում է բոլորը մեղաչեցին եւ զրկվեցին Աստծո փառքից։ Ուրեմն Աստված նպատակ ունի վերականգնել մեզ ոչ միայն որպես անհատներ, այլև որպես մարդկության ցեղ, որպեսզի մենք եւս մեկ անգամ բացահայտենք նրա փառքը մնացած ստեղծագործությանը։ Որոնելով Աստվածաշնչի այլ հատվածներ, մենք կարող ենք գտնել կարևոր հուշումներ, որոնք օգնում են հասկանալու եւ գնահատելու այն բարձր կոչումը, որ Աստված շնորհել է մեզ ներված ու փրկագնված մեղավոր ցեղին։ Երբ որ ուսումնասիրենք այս դասը, մենք կտեսնենք, թե որ բարձր կոչումն է դա։ Ուրեմն տարիներ առաջ մի եկեղեցի կար, որ որոշեց իր նկուղը նոր հավաքատեղի սարքել եւ իրենք առաջին գործը, որ արեցին, դրեցին լույսեր, վառ լույսեր, եւ երբ որ այդ լույսերը վառեցին, նրանք տեսան, որ տարածքը ավելի վատ տեսք ունի, քանի դեռ այդ լույսերը չկային, որտեղ մթության մեջ շատ մանրամասներ չես տենում եւ կարծում ես միտեղ մաքուր է կամ հավաքված է, բայց հետո լույսը վառում ես եւ տեսնում ես թափթփված է եւ մաքուր չէ։ Նույնը այստեղ տեղի ունեցավ։ Եվ երբ որ Եսայա մարգարեն տեսիլք տեսավ Աստծո գահը եւ այդ տեսիլքը, երբ որ ինքը տեսավ, ցավալիորեն գիտակցեց իր թերությունները, իր մեղքերը եւ բացականչեց Եսայա 6:5 Վայ ինձ, ողբում էր նա, ես կորած եմ, որտեւ ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, ըղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում եւ իմ աչքերը տեսան թագավորին, զորությունների Տիրոջը։ Այսինքն Աստված ոչ թե ընտրում է իբր թե սուրբերին, մենք գիտենք, որ սուրբ չկա, որտեւ նոր Հռոմեացիս 3:23-ի մեջ կարդացինք, որ բոլորը մեղանչեցին եւ զրկվեցին Աստծո փառքից։ Ուրեմն Աստված ընտրում է իր ծառայության համար ում, որ հասկանում է դա, ինչպես Եսայան գիտակցեց, որ ինքը մեղավոր մարդ է։ Եվ մենք շրջապատելով մեզ մեղավոր մարդկանցով, ցածր մակարդակիչած մարդկանցով, մենք կկարծենք, թե մենք ինչ լավն ենք, երբ որ համեմատում ենք ուրիշ ավելի ցածր վիճակում գտնվող մարդկանց հետ, բայց եթե հանկարծ նույն մարդը ընկնի ավելի հոգևոր բարձր մարդկանց մեջ, կգիտակցի, թե ինչքան մեղավոր է ինքը, կամ երբեք մարդը չպիտի իրեն համեմատի ուրիշի հետ, այլ միայն Աստծո հետ, այլ միայն Հիսուս Քրիստոսի հետ, որտեղ Հիսուս Քրիստոսն է մեր օրինակը։ Որովհետև երբ որ մենք նայում ենք մարդկանց, ոչ մի մարդ անթերի չի,
որ եթերությունների դեն մենք, եթե ինք ունի եթերությունները կարելի է, ես էլ կարող ունենամ։ Բայց երբ որ մենք նայում ենք Հիսուսին, անթերի Հիսուսին, մենք տեսնում ենք մեր ամբողջ մեղավորությունը եւ նույնը կատարվեց Եսայի հետ։ Եվ մենք էլ եթե տեսնենք Աստծո ներկայությունը Աստծուն, նույնը կկատարվի մեզ հետ։ Երբ որ մենք հայտնվենք Աստծո ներկայության մեջ։ Այդ լույսը բավականաչափ պայծառ է, որպեսզի ընդգծի մեր բոլոր թերություններն ու արդարացումները։ Աստծո ներկայությամբ մենք զգում ենք, որ կորած ենք։ Այն ինչ տեղի ունեցավ հետո, Եսային երբեք չէր սպասում։ Այսինքն Աստված չէր այդ տեսիլքը ցույց տալի, որ մեղադրեր Եսային, թե ինչ մեղավոր ես, ես քեզ կործանել եմ, ոչ։ Աստված ցույց տվեց տեսիլքը, որ Եսայան զգա իր մեղավորությունը, երբ որ Եսայան զգաց եւ ապաշխարեց, ասեց՝ «Վայ ինձ, մեղավոր շուրթերով մարդ եմ, մեղավոր մարդ եմ» եւ Աստծուն տեսա, ինչ տեղի ունեցավ։ Կարդանք Եսայա 6:6-8 համարները։ Ապա սերովներից մեկը թռավ ինձ մոտ, ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։ Դրանով նա դիպավ իմ բերանին եւ ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին, քո անօրենությունը վերացած է եւ քո մեղքը քավված»։ Ուրեմն Աստված ուզում է, որ մենք գիտակցենք մեր մեղավոր իրավիճակը, ոչ թե մեզ քննադատելու համար զուտ, այլ որպեսզի մենք ընդունենք բուժում իրանից այդ կայծը, որով ածուխը, որը հրեշտակը կպցրեց իր շուրթերին եւ ասում մաքրվեց, քո մեղքերը մաքրվեց։ Աստված ուզում է, որ մենք գիտակցենք մեր մեղքերը, որպեսզի մաքրի մեզ, այլ ոչ թե որպեսզի կործանի։ Եվ միայն իրանց մեղքերը գիտակցված մարդիկ են, որ մաքրվում են մեղքերից, այլ ոչ թե նրանք, որոնք կարծում են իրենք սուրբ են եւ տենց էլ սուրբ իրենց ասելով, ոչ թե Աստծուն ասելով սուրբ, այլ իրենց այդպես էլ կործանվում են։ Եվ ուրեմն Եսային քավեց իր մեղքերից, երբ Սերովեն զոհասեղանից կայծ վերցրեց եւ դրանով դիպավ նրա բերանին։ Եվ սա հավանաբար խումքի զոհասեղանն էր, որտեղ բարեխոսություն էր արվում Աստծո ժողովրդի կողմից եւ նրա համար։ Նրա մեղքերը ներվեցին, եւ նա այժմ պիտանի էր համարվում կանելու Աստծո ներկայության մեջ։ Ավելին նրան նաեւ հանձնարարվեց, որ Աստծուն ներկայացնի աշխարհին, որտեղ ինչ տեղի ունեցավ դրանից հետո 8-րդ համարը ասում է. «Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ում ուղարկեմ, եւ ով կգնա մեզ համար։ Ես պատասխանեցի. ահավասիկ ես, ինձ ուղարկի»։ Արդեն նա կարող էր ասել դա, որտեղ իր մեղքերը ներված էր։ Այսինքն Աստված ընտրում է որպես իր ներկայացուցիչներ ոչ թե այսպես կոչեցյալ սուրբ մարդկանց, ովքեր իրանք կարծում են սուրբ են, չեն տեսնում իրանց մեղավորությունը, այլ նրանց, ովքեր գիտակցում են եւ երբ որ գիտակցում են, մաքրվում են եւ արդեն Աստված կարող է օգտագործել իր գործի մեջ այդ մարդկանց։ Եվ Եսայի օրինակը սա է մեզ ցույց տալիս։ Եվ Հովհաննես 5:35-ում ասում է. Հովհաննեսը այն վարվող ճրագներ, այսինքն Հովհաննես Մկրտիչը, որ լույս էր տալիս եւ դուք ցանկացաք միաժամանակ նրա լույսով ուրախանալ։ Թեև Հովհաննեսը ինքը մեղավոր մարդ էր, որ շնորհի ու փրկության կարիք ուներ, նրա ծառայությունը նախանշում էր այն միակին, ով կարող էր շնորհ եւ փրկություն բերել։ Հիսուսը եկավ որպես հոր փառքի կատարյալ ներկայացում կամ մարմնացում, եւ Աստված ուղարկեց մարգարե մի մեղավոր մարդ, որ կատարեց նույն առաջադրանքը որպես երկնային սերովներից մեկը։ Միայն այն բանից հետո, երբ Եսային իմացավ, որ իր մեղքը քավվել է, ասաց. ահավասիկ ես, ինձ ուղարկիր։ Եթե մարդը չի գիտակցում իր մեղքը եւ իր մեղքը չի քավվում, նա չի կարող
Աստծո ներկայացուցիչ լինել, որովհետև եթե ինքը իր մեջ մտածում է, թե ինքը սուրբ է, լավն է, ինքը ամենտեղ ինքը իրան է ներկայացնելու, ոչ թե Աստծուն, որտեղ ինքը ինքնասիրահարված մարդ է։ Ուրեմն, երբ մեր նախածնողները վտարվեցին Եդեմի պարտեզից, Աստված առաջարկեց Մեսիայի հույսը, մենք գիտենք, Ծննդոց 3:19, որ կնոջ սերմից կծնվի մեկը, որ քո գլուխը կջախջախի, իսկ դու նրա գարշապարը կխայթես։ Այնուհետև Եդեմի դարպասների մոտ նա դրեց մի հզոր խորհրդանիշ, 2 քերովբեներ, որոնց միջև բոցավառ սուր էր փայլատակում, նկատենք, որ այս պատկերը շատ նման է ուխտի տապանակին, Աստծո գահի խորհրդանիշին, որի վրա նույնպես 2 հատ քերովբեներ կային։ Կարդանք Ծննդոց 3-րդ գլուխ 21-ից 24 համարները, Ծննդոց 3-րդ գլուխ 21-ից 24 համարները։ Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվի ցանդերսներ պատրաստեց եւ հագցրեց նրանց, այսքան ինչ որ մի գառնուկի զոհեց, որպեսի իրենց մերկությունը ծածկի։ Եվ Տեր Աստված ասաց. ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից, բարին ու չար իմացող։ Այսինքն սրանից առաջ միայն բարին գիտեին իրանք, իսկ հիմա արդեն չար դառան։ Եվ միգուցե իր ձեռքը մեկնի կենաց ծառից առնի եւ ուտի ու հավիտյան ապրի, այսինքն հավիտյան ապրի մեղավոր վիճակում։ Աստված ոչ թե վատություն արեց մարդկանց, որ իրանց ճամփան փակեց դեպի կյանքի ծառ, այլ լավություն արեց, որտեղ այս դժոխային կյանքը, որ տիրում է երկրի վրա, որտեղ տառապանք, ցավ ու հիվանդություն է եւ մահ, տիրելու էր հավերժ, այսինքն մարդը հավիտյան տառապելու էր։ Եվ Աստված նախ իմանալով դա, ուղղակի նրանց զրկեց կյանքի ծառից ժամանակավորապես, մինչև որ նրանք հասնեն սուրբ վիճակի եւ արդեն այդ սուրբ վիճակում նրանց թույլ է տալու նորից օգտվելու կյանքի ծառից, որպեսզի իրեն կարողանան հավիտյան ապրել։ Ուսի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր, եւ արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացը, դրեց քերովբեներին եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը հսկելու համար, որ մարդիկ չկարողանան ուտել եւ հավիտյան մեղավոր ապրել։ Ուրեմն, թեև քերովբեներին անշուշտ հանձնարարվել էր մեղավորներին թույլ չտալ կյանքի ծառին մոտենալու, նրանք նաև հույսի, խոստման խորհրդանիշ էին, որ մի օր մարդիկ կվերադառնան դրախտ։ Այսինքն Ադամի մեղքից հետո Աստված ասեց. վերջ, ես էլ ձեր հետ գործ չունեմ, գնացեք, մեռեք կամ կործանվեք։ Չէ, ինքը ասեց, որ ես իմ որդուն եմ ուղարկելու, որպեսզի նա փրկագնի ձեզ։ Եվ այդ Եդեմն էլ չվերցրեց այնտեղից, այլ թողեց այնտեղ եւ ցույց տալով, որ ինքը ձեռ չի քաշել մարդկային ցեղից, որ ինքը դեռ մնում է մարդկային ցեղի կողքին։ Եվ կարդանք Նահապետներից եւ Մարգարեներից Էջ 62 Եդեմի պարտեզը մարդու վտարվելուց հետո դեռ երկար ժամանակ մնաց երկրի վրա։ Ընկած ցեղին թույլ տրվեց դեռևս շատ տարիներ նայել իրենց անմեղության տանը, որի մուտքը հսկում էին պահապան հրեշտակները։ Դրախտի դարպասների մոտ, որտեղ մշտարթուն հսկում էին քերովբեները, հայտնվում էր Աստծո փառքը։ Այսինքն Աստված չէր լքել Ադամին ու Եվային։ Ժամանակ առ ժամանակ նրանք գալիս էին եւ երկրպագում էին Աստծուն եւ լսում էին Աստծուն այդտեղ դրախտի դարպասների մոտ։ Ադամն իր որդիների հետ այստեղ էր գալիս Աստծուն երկրպագելու։ Այստեղ նրանք նորոգում էին իրենց հնազանդության խոստումնային օրենքին, որի խախտման հետևանքով վտարվել են Եդեմից։ Բայց երբ ամեն բան վերջնականապես վերականգնվի, երբ ստեղծվի նոր երկինքն ու նոր երկիրը, ինչպես որ գրած է Հայտնության 21 գլխի առաջին համարում, դրախտն էլ ավելի փառավոր ու հիասքանչ տեսք կունենա, քան
սկզբում էր եւ դրախտի դուռը կբացվի փրկվածների համար։ Հետաքրքիր է նաև Ծննդոց 3:24 համարի ձևակերպումը, Աստվածաշունչն ասում է, որ Աստված քերովբեներին դրեց Եդեմի արևելքում կամ դիմաց, իսկ եբրայերեն բնօրինակ օգտագործվող բառը շաքան, սուրբ վրան բառի արմատն է, որտեղ Աստծո ներկայությունը բնակվում էր իր ժողովրդի մեջ։ Թեև Աստծո ներկայության համար ընդհանուր բառ շեքինա, որ նշանակում է Աստծո փառքը, չի հայտնվում Աստվածաշունչում, այն նույնպես հիմնված է այս բառի վրա, որը հաճախ թարգմանվում է վրան կամ խորան։ Շականը բառացի թարգմանելով կարելի է կարդալ այսպես այդ համարը. Աստված քերովբեների վրա նադրեց Եդեմի պարտեզի արևելքում։ Այսինքն դա նշանակում էր, որ դա Աստծո ներկայության վայրն է։ Քերովբեները միշտ այնտեղ են, որտեղ Աստված ներկա է, որտեղ իրենք ամենամոտիկ իր ծառաներն են։ Աստվածաշունչ քերովբեները կապակցված են Աստծո ներկայությանը։ Եթե կարդաք Սաղմոս 81, Եսայի 37:16 կհամոզվեք, մասնավորապես նրա գահի հետ, որն այն վայրն է, որտեղ նրա անունը հռչակվում է։ Պետք է նկատել, որ 24 երեցները, որ շրջապատում են Աստծո գահը, ինչպես գրված է Հայտնություն 4-5 գլուխներում, երգում են նրա գովքը եւ հռչակում նրա իրավունքը, իշխելու որպես նա, ով արարել է բոլոր բաները։ Նա սա կարող է օգնել մեզ հասկանալու գահի սենյակի տեսարանը եւ մեր որպես ներված մեղավորների դերը արարչի հետ հարաբերություններում։ Քերովբեները կամ որպես կենդանիակներ կամ նրանց ոսկյա խորհրդանիշները հայտնվում են հին կտակարանում։ Նրանք հաճախ պատկերված են անմիջապես Աստծո գահի կողքին կանգնած, նրա փառքը չարագելով դեպի տիեզերք։ Ասեղնագործված քերովբեներով է զարդարված նաև սրբության սրբոցը բաժանող վարագույրը։ Սաղմոսների գրքում Աստծո գերագույն իշխանություն արարչագործության վրա բանաստեղծորեն պատկերված է որպես քերովբեի քամու թևերի վրա սլացող Աստված։ Աստված պատվիրեց, որ ուխտի տապանակի կափարիչի երկու ծայրերի վրա պատկերվի երկու ամուր ոսկյա քերովբե, թևերը դեպի մեկը մյուսի տարածած, եւ հենց այդտեղ էր Աստված ներկայանում հրեա ժողովրդին։ Երբ որ կարդանք Եզեկիել մարգարեի առաջին գլխի 1-14 համարները, 4-14 համարները, ուրեմն ասում է. «Եվ տեսա, որ ահա մի մրկալից հող մեր գալիս հյուսիսից, մենծամբ ու բորբոքվող կրակ, սա տեսիլք էր Եզեկիելը եւ Աստծո ժողովուրդը այդ ժամանակ գտնվում էին գերության մեջ Բաբելոնում։ Եվ Եզեկիելին, որ այդ ժողովրդի մարգարեն էր, Աստված ցույց տվեց այս տեսիլքը, եւ նա այստեղ նկարագրում է. Եվ մի պայծառություն նրա շուրջ, իսկ նրա միջից հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից, եւ նրա մեջ կային 4 կենդանիակների նմանություններ, եւ այս էր նրանց տեսքը, նրանք մարդու նմանություն ունեին, բայց ամեն մեկը 4 դեմք ուներ, եւ նրանցից ամեն մեկը 4 թևեր ուներ, նրանց ոտքերը ուղիղ էին, նրանց ոտքերի ներբանը հորթի ոտքերի թաթի նման, եւ փայլում էին պսպղուն պղնձի պես, եւ նրանց 4 կողմերում թևերի տակ մարդու ձեռքեր կային, եւ 4-ն էլ դեմքեր ու թևեր ունեին։ Մեկի թևերը կպած էին մյուսին, երբ գնում էին չէին դառնում, ամեն մեկը ուղիղ իր դիմացներ գնում, իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում։ 4-ի յուրաքանչյուր առյուծի դեմք ուներ աջ կողմում եւ 4-ից յուրաքանչյուր եզի դեմք ուներ ձախ կողմում, 4-ից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներ հետևի կողմում։ Այսինքն այդ էակները ունեին կարծես թե 4 դեմք։ Առաջինը առյուծ էր, մարդ, հետո մարդ, եզ եւ արծիվ։ Եվ նրանց թևերը տարածված էին, վերևից յուրաքանչյուրն 2 թև, որոնք միանում են մյուսի թևերին եւ երկուսով ծածկում էին իրենց մարմինները։
Եվ ամեն մեկը ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին, երբ գնում էին չէին դառնում։ Հոգին, այսինքն Սուրբ Հոգին։ Իրանք իրենց գլխու իրանց ուզելով չեն գնում ուր ուզում են, այլ իրենց ղեկավարում է Սուրբ Հոգին։ Եվ ասում են իրանք ուր գնում են, ուղիղ են գնում, որտեղ որ կողմ էլ գնան, այդ կողմից երես ունեն։ Եվ ամեն մեկը ուրեմն իսկ կենդանի էակների նմանությունը նրանց կերպարանքը վարվող կրակի ածուխի պես էր ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև, կրակը պայծառ էր եւ կրակից շանթեր էին դուրս գալիս, եւ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման, այսինքն փայլակի արագությամբ էին շարժում։ Թեև այստեղ Եզեկիելը չի նշում, թե սրանք ինչ արարածներին, այլ ուղղակի նշում է արարածներ, բայց հետագայում նա նշում է ավելի ուշ Եզեկիել 10 գլխի մեջ, որ դրանք քերովբեներ էին։ Եվ նման մի տեսարան տեսել է նաև Եսայան, երբ որ ինքը նկարագրում է այդ իր տեսիլքը, երբ որ տեսավ Աստծուն, նա տեսավ նրան նույնպես քերովբեներով շրջապատված, եւ հայտնություն 4 գլխի մեջ էլ նմանատիպ տեսարան է նկարագրում Հովհաննեսը, երբ որ նորից Աստծո գահը տեսավ, Աստծո գահի տեղը, դահլիճը։ Ուրեմն Եզեկիել մարգարեին ներկայացվում է Աստծո իշխանության տպավորիչ պատկեր։ Սկզբի համար շփոթեցնող տեսարան է, որը համընկնում է այն ծանր իրավիճակի հետ, որում հայտնվել էր Աստծո ժողովուրդը այդ պահին։ Ընտրյալ ժողովուրդը ոչ թե խոստացված երկրում, այլ Բաբելոնում է գերության մեջ, զննելով իր առջև բացվող տեսարանը, նա նայում է վեր եւ տեսնում Աստծո գահը, որ գտնվում է ամեն ինչից վեր։ Նկատենք կարևոր նմանություններ գահին առնչվող այլ տեսիլքների հետ։ Այս կենդանի արարածները, որոնց ականատես է Եզեկիելը, ունեն նույն դեմքերը, ինչ կենդանի արարածները Հովհաննեսի տեսիլքում՝ առյուծ, արծիվ, ցուլ եւ մարդ։ Եզեկիելի սկզբնական նկարագրության մեջ 4 դեմքով խորհրդավոր արարածները հատուկ կերպով չեն անվանվում, սակայն ինչպես ասացի ավելի ուշ 10-րդ գլխում նրանք անվանվում են քերովբե։ Եվ սերովբեների վերաբերյալ Եսայի մարգարեի տեսիլքում մենք հանդիպում ենք նաև վառվող ածուխների, նրանք ունեն Հովհաննեսի տեսիլքում նշված կենդանի արարածների դեմքերը։ Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք Աստծո գահը, լինի դա ուխտի տապանակի վրա, որ ծառայում էր որպես Մովսեսի հետ Աստծո հանդիպման վայր, թե մարգարեների սարսափելի տեսիլքներում, կամ տպավորիչ տեսիլքներում, քերովբեները միշտ այնտեղ են։ Նրանք անքակտելիորեն կապված են Աստծո գահի հետ։ Այսինքն իրենց դիրքը Աստծո շուրջն է։ Իրենք ծառայում են Աստծուց, ամենամոտիկ կանանցներն են Աստծուն, բոլոր մյուս արարածներից, բոլոր մյուս հրեշտակներից։ Աստծո բոլոր արարածները ստեղծվել են արտացոլելու նրա փառքը, անկախ նրանից մենք խոսում ենք իր պատկերով արարված մարդկային ցեղի, թե նրա փառավոր գահի մոտ գտնվող հրեշտակային էակների մասին։ Ուրեմն ամպի մեջ Աստծո ներկայության առաջնորդությանը հետևելով, մենք գիտենք, որ երբ որ իսրայելցիները դուրս եկան Եգիպտոսից, հետո Աստված ամպով իրենց առաջնորդում էր։ Եվ որտեղ այդ ամպը կանգնում էր, այնտեղ դնում էին վրանը, Աստծո ներկայության վրանը, եւ իր 4 կողմից այդ ցեղերն էին 12 կանգնում, եւ ամեն մի կողմից 3 ցեղ։ Եվ ամենամոտիկ ցեղերը դա Հուդայի ցեղն էր, Ռուբենի ցեղն էր, ամեն մի կողմից, Դանի ցեղը եւ մյուսը չեմ հիշում։ Այս 4 ցեղերը, մեկը արևելքից էր, մեկը արևմուտքից, մեկը հյուսիսից, մեկը հարավից։ Եվ հետաքրքիր մի փաստ կա, Աստվածաշունչը նշում է, որ ամեն ցեղ ուներ իր դրոշը։ Գիտեք, հին ժամանակներում նաեւ ասպետները ամեն մեկը կրում իրանց դրոշ ունեին, չէ՞։ Բայց Աստվածաշունչի մեջ չի նշում, թե այդ դրոշների վրա ինչ էր նկարված, բայց Կարլ Ֆրիդրիխ Քեյլ
եւ Franz Delitzsch ունեն մի գիրք, որ կոչվում է գրված մի գիրք, որ կոչվում է 5 կտակարանի մեկնաբանություն, հատոր առաջին H660 եւ այդտեղ նրանք գրում են. ըստ ռաբինական ավանդության Հուդայի դրոշի վրա արյուծի պատկերներ, Ռուբենինը մարդու կամ մարդու գլխի, Եփրեմինը ցուլի, իսկ Դանինը արծվի պատկեր, այնպես որ 4 կենդանիները, որ միավորված են Եզեկիելի նկարագրած քերոբեական կերպարներով, ներկայացված են այդ 4 դրոշներով։ Սա շատ հետաքրքիր է։ Իհարկե, կարելի է ավելին փնտրել ավանդույթի մեջ, սակայն ավելի հետաքրքիր է համատել այս հին ավանդույթը նոր Երուսաղեմի աստվածաշրջան նկարագրության հետ։ Հետաքրքիր օրինաչափություն է ի հայտ գալիս, քաղաքի 4 կողմում կան 3 դռներ, որոնք ներկայացնում են ցեղեր, այսինքն ամեն մի կողմում 3 դռներ են։ 4 կողմ ունի այդ քաղաքը եւ ամեն մի կողմը 3 դռներ ունի։ Ինչպես Իսրայելի բնակատեղի, այնպես էլ նոր Երուսաղեմի նկարագրություններն ընդգծում են մեկ կարևոր փաստ. Աստված նպատակ ունի մարդկությանը մոտեցնել իր գահին։ Հայտնություն գիրքը սովորեցնում է, որ Հայտնություն 21-22 Տեր Աստված ամենակալը եւ գառն է նրա տաճարը։ Եվ հետաքրքիր է, որ Արուսյակը, այդ հրեշտակը, հզոր հրեշտակը, որ անկում ապրեց, ինքը նույնպես քերոբ էր, ծածկող քերոբ էր, եւ ինքը անմիջապես հենց Աստծո գահի մոտ էր կանգնում, այսինքն Աստծո ամենամոտիկ ծառաներից մեկն էր, ամենաբարձր դիրքերից մեկն էր գրավում Աստծո գահի մոտ։ Անշուշտ նրա գոյությունը տիեզերքին կօգներ բացահայտելու Աստծո փառքը, սակայն ցավոք փոխարենը նա սկսեց այն համարել իր, այլ ոչ թե իր արարչի փառքը, կամ ավելի ստույգ երևակայել, որ իրեն արժանի պատիվ չեն տալիս։ Աստվածաշունչը ասում է ամեն բարի բան Աստծուց է, եւ երբ որ մենք այդ բարին վերագրում ենք մեզ, այլ ոչ թե Աստծուն, նշանակում է Աստծո փառքը վերագրում ենք մեզ։ Եվ դրանից հետո ինչ է լինում, մենք զրկվում ենք այդ փառքից։ Այն մարդիկ, ովքեր պատիվը չեն տալի Աստծուն, այլ իրենց, վերջապես հայտնվում են ամենավատ վիճակում։ Ինչպես պատահեց այս հզոր հրեշտակի հետ։ Մենք բազմաթիվ անգամ կարդացել ենք Եզեկիել 28 գլուխը, որտեղ նկարագրվում է, եւս մի անգամ կարդանք Եզեկիել 28 11-ից 17 համարները, որտեղ նկարագրվում է այս հրեշտակի անկումը, եւ Աստված ասում է՝ դու կատարելության կնիքն էիր, լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ, Եդեմում Աստծո պարտեզում էիր, քո ծածկույթներն բոլոր պատվական քարերը, եւ այստեղ ամեն տեսակի քարեր է ասում է քո թմբուկների եւ քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար, դու օծված էիր, այսինքն դիրք ուներ, գործ ուներ, պահապան քերոբեի նման, եւ ես քեզ այդպիսին կարգեցի, քեզ շատ ամենապատվավոր գործերից մեկը տվեցի։ Աստծո սուրբ սարի վրա էիր, հրեկ հարերի մեջ էիր քայլում, այսինքն դրախտում էիր։ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում աներավություն գտնվեց։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց եւ դու մեղանչեցիր։ Այսինչ առևտրի մասին է այստեղ խոսվում։ Ինչ է Արուսյակը ինչ որ բան է ծախել, վաճառել։ Ոչ։ Գիտեք, երբ որ մարդ սկսում է իր սրտում առևտուր անել, այսինքն, այսինչի էս դիրքը, այս գործը տվեցին այս մարդուն, ես էի արժանի դրան։ Այսինչի էս մարդը ինձ բարև չտվեց։ Այսինչի էս մարդը իմ հետ ասենց խոսած։ Այսինքն մարդը անդադար փնտրում է իրեն պատիվ եւ սկսում է առևտուր անել իր սրտի մեջ, անդադար քցում բռնում է եւ արդեն կորցնում է իր սրտի խաղաղությունը, կորցնում է իր երջանկությունը, անդադար թույնով է լցվում, նախանձով է լցվում, ինչի էսի սենց ես սենց չեմ եւ այլն։ Նույնը տեղի ունեցավ առաջին անգամ ամբողջ տիեզերքում սատանայի հետ։ Այդ փառքը, որ ընկել էր իր վրա, Աստծո փառքը, նա կարծեց, թե դա իր փառքն է, եւ ուզեցավ Աստված լինել, բայց ինքը ստեղծված էակ էր։
Այսինքն այն մարդիկ, ովքեր ավելի բարձր են մտածում իրանց մասին, քան կան, իրենք ռեալ չեն մտածում, իրենք ռեալ չեն տեսնում իրենց, ինչպես տեղ ունեցավ, եւ դրան դրդում է իրենց հենց ինքը, սատանայի հրեշտակները, որտեղ նույն վիճակում իրենք են։ Այսքան իրենք ուզում են մի բան, որ հասու չէ իրանց, ինքը ստեղծված իհարկե ինքը չի կարող աստված լինել։ Եվ եթե գիտեք կան մարդիկ, երբ որ ասում ես պատրաստ են անգործ նստել, բայց ոչ մի գործ, որտեվ այս գործը իր համար չէ, այս գործը ցածր է իր համար, այս գործը սենց է, այս գործը եւ այդպես շարունակ, որտեվ իրանք մտածում են, որ իրանք ավելի բարձր գործ են արժանի, քան թե որ իրականում կա։ Նույնիսկ մի օրինակ կարող եմ բերել, որ կենտրոնական Կալիֆոռնիա մի քաղաք կա Ֆրեզնոյի մոտերքը եւ այդտեղ մի հայ ռեստորան ուներ, վաղուց դրված ռեստորան։ Եվ Հայաստանից մեկը գալիս է եւ ասում է ինչ կլինի գործի ընդունի, ասում է միակ գործը որ քեզ կարող եմ տալ դա աֆիցիանտն է, մոռացա հայերեն ոնց էր։ Եվ որտեղ դու ոչ լեզու գիտես, ոչ մի բան չգիտես, ոչ հաշվապահ ես, ոչ ես, ոչ այն ես, ես մարդը ոնց, աֆիցիանտ, չէ, ինձ աֆիցիանտը ինչա որ ես աշխատեմ, մի հատ ավելի լավ գործ տու։ Այսինքն այս մարդը սա էլ ասում կներես, բայց քեզ ինչ գործ պիտի տամ, դու ոչ լեզուն գիտես, ոչ ես գիտես, ոչ այն գիտես, ինչ տամ, որ ինչ անես։ Այսինքն այդ մարդը ռեալ չէր մտածում եւ այսօր լիքը այդպիսի մարդիկ կան, որ չեն ուզում են ներքևի աստիճանից միանգամից թռնեն վերևի աստիճան, այդպես չի լինում։ Պետք է հերթով աստիճաներով բարձրանալ, ներքևից մինչև վերև։ Եվ իրանց այդ եսը իրանց թողնում է կոտրած տաշտակի առաջ, ինչպես տեղի ունեցավ այս քերոբեի հետ։ Երբ որ ինքը ամբոստացավ Աստուդեմ, ինքը կարծեց, որ ինքը ավելին է, քան թե իր դիրքը, որ ինքը նույն փառքին է արժանի, ինչ որ Աստված։ Արդեն իր մեջ սկսեց շատ ցավալի փոփոխություններ տեղի ունենալ։ Եվ ինչ փոփոխություններ դա ասում, աներևություն գտնվեց քո մեջ, քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց։ Մինչև դա ամբողջ տիեզերքում ոչ մի բռնություն չկար։ Մարդիկ չգիտեին ինչ բան է բռնությունը։ Եվ դու այսքան էակները, եւ դու մեղանչեցիր, եւ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծո սարից, եւ քեզ ոչնչացրի, ով պահապանքերով բե քեզ արտաքսեցի հրեկ հարերի միջից։ Այսինքն ես ոչնչացնել ապագայում պիտի լինի, այսինքն դրախտից հեռացվեց, վերև գնալու տեղը ավելի ցածր ընկավ, այդպես էլ կյանքում է։ Աստվածաշունչը ասում է, որ Աստված խոնարհներին է բարձրացնում։ Մի մտածեք ձեր մասին ավելին, քան թե կաք, ռեալ նայեք ձեր հնարավորություններին, ձեր ունակություններին, ձեր մի ասեք, ես լինեի պաշտոնում ավելի լավ կանեի։ Այդտեղից արդեն առևտուր է սկսում։ Եթե դուք հավատարիմ լինեք ձեր ներկա պաշտոնում, անպայման ձեզ կնկատեն եւ կբարձրացնեն դեպի վեր, ավելի բարձր պաշտոնի, որտեվ Աստված ասեց, ով որ փոքրի մեջ հավատարիմ է, նրան կվստահվի ավելի մեծը։ Իսկ եթե դու փոքրից ուզում ես թռնես միանգամից մեծին, չի լինում այդպես։ Սատանայի պես կոտրած տաշտակի առաջ է կանելու։ Եվ ինչ է դուրս գալիս, ասում է սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, գոռոզություն։ Քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը, ինչ է տեղի ունենում գոռոզ մարդկանց մեջ, իրանց իմաստությունը ապականվում է։
Ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ ինձ աչքերը սևեռեն քեզ վրա, քո աներունությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները, ես քո միջից կրակ հանեցի և այն սպառեց քեզ։ Սատանան հավերժ չի վարվելու, ասում է այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի, բոլոր քեզ նայողների աչքերի առաջ։ Չի ասում դու հավետ վարվելու ես, ասում է քեզ մոխիր դարձրի։ Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա, դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար։ Ուրեմն ինչ է անում գոռոզությունը, այդ մեծամտությունը, նախանձը ինչ է անում, մարդուն բարձր դիրքից ավելի ու ավելի գցում է ներքև, ոչ թե բարձրացնում է։ Իսկ խոնարհները ներքևից բարձրանում են վերև։ Ցավոք այս ճշմարտությունը շատ մարդիկ չեն հասկանում, և նաև կարդանք Եսայա 14 գլուխ 12 համարից։ Այսինքն Արուսյակ, դու ամենալավ պաշտոնն էիր զբաղացնում երկնքում, ինչու դու սկսեցիր առևտուր անել Աստծո հետ։ Դրա վերջը լավ չի, պետք չի Աստծո հետ առևտուր անել։ Աստված մեզանից լավ գիտի մեր համար ինչն է լավ, ինքն է մեզ ստեղծել։ Կարդանք 12-ից 14 համարները, Եսայա 14 գլխի։ Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան Արուսյակ, Աշալույսի որդի, գետնին տապալվեցիր, դու, որ ստորացնում էիր ազգերին։ Ինքդ ասում էիր քո սրտում, երկինքը ելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին։ Սա էր սատանայի մտքին։ Բայց դրա փոխարեն ինչ ստացավ։ Անդունդը գցվեց։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Արուսյակը հեռացվեց Սուրբ Սարից, մինչդեռ փրկագնվածները կանած են Սիոն Սարի վրա Աստծո գառի հետ, այդպես է ասում հայտնությունը։ Ասում են, որ Արուսյակը եղել է Եդեմում, մարդն էլ նույնպես ժամանակին այնտեղ էր, սակայն ի տարբերություն սատանայի ճակատագրի, մարդկությունը Քրիստոսի շնորհիվ կվերաբնակվի այնտեղ։ Ինչպես գրված է հայտնություն 22 գլխի 1-3 համարում։ Այս համատեքստում Էլեն Ուայթից հետևյալ մեջբերումը շատ ուսանելի է։ Սա գրված է Advent Review and Sabbath Herald 1900 թվականին լույս տեսած մայիսի 29-ին։ Եվ այստեղ ասում է. երկինքը կհաղթանակի, որովհետև Տիրոջ փրկագնվածները կհամալրեն այն թափուր տեղերը, որ բացված են երկնքում սատանայի և նրա հրեշտակների ակման պատճառով։ Այսինքն սատանան և երրորդ մաս հրեշտակների հավատարիմ չմնացին իրենց պաշտոնի մեջ և իրենք վռնդվեցին իրենց պաշտոններից, վռնդվեցին երկնքից։ Եվ այդ օրվանից ի վեր այդ տեղերը թափուր են։ Աստված չի նշանակել այդ հրեշտակների տեղը ինչ-որ մեծ, չէ՞ որ այդ հրեշտակները գործ էին անում։ Եվ երկինքը դատարկվեց այդքան երրորդ մասը հրեշտակների, կորցրեց Աստված իր գործավորների երրորդ մասը։ Եվ ասում է մինչև հիմա թափուր դատարկ է մնացել այդ տեղերը։ Եվ ինչ է ասում, ով է զբաղացնելու այդ տեղերը, ասում է փրկագնվածները կհամալրեն այդ դիրքերը, այդ թափուր տեղերը։ Տեսեք ինչ մեծ պատիվ է տալիս Աստված փրկված մարդկանց, մարդկային ցեղին։ Այսինքն Սաղմոսում գրված է, որ Աստված մարդուն քիչ ցածր ստեղծեց հրեշտակներից, բայց փրկագնված մարդը ավելի գնաց և գրավեց հրեշտակի տեղը, այսինքն ավելի բարձրացավ մարդու իրավիճակը, քան թե մինչև անկումներ։ Այսպիսի Աստված մենք ունենք։
Նա ուզում է մեզ տալ ավելին, քան թե մենք պատկերացնում կամ ցանկանում ենք։ Բայց որպեսզի այդ թափուր տեղերը լրացնենք, մենք այստեղ պիտի ապացուցենք, որ մենք ի վիճակի ենք լրացնել այդ թափուր տեղերը։ Մենք այստեղ պիտի ապացուցենք, որ մենք կարող ենք Աստծուն ծառայել եւ ի վիճակի ենք եւ ունակ ենք դա անելու։ Ինչպես որ Եսայան մաքրվեց, հետո ասեց. Ես պատրաստ եմ Աստված, մաքրված եմ, ուղարկիր ինձ քո գործի համար։ Եվ նրանք այնտեղ երկնքում են, միայն ավետարանի շնորհիվ։ Իրականում ավետարանում փրկագնման թեման պատկերավոր կերպով ներկայացում է գահի սենյակում։ Օրինակ հրեշտակները բացակայում են, արժանի ես այդ գիրքը վերցնելու եւ դրա կնիքները բացելու, որտեվ մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Այսքան փրկագնված մարդիկ սա են ասում։ Բոլոր ազգերից կլինեն ներկայացուցիչներ փրկվածների մեջ։ Ավետարանի ինչպիսի պատկեր Հիսուսի մահը մարդկության փրկագնման համար։ Ուշադրություն դարձնենք նաև, թե ինչպես է լեզուն արտահայտում առաջին հրեշտակի լուրը, որով մենք կանչված ենք քարոզելու հավիտենական ավետիսը ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին եւ ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին հայտնություն 14:6։ Այսինքն հրեշտակների գործը ո՞րն էր։ Ավետարանել, ներկայացնել Աստծուն։ Եվ այդ թափուր տեղը զբաղացրեցին այն մարդիկ, ովքեր կզբաղացնեն այն մարդիկ, փրկագնված մարդիկ, ովքեր այստեղ այդ գործը կանեն, ովքեր այստեղ կվկայեն Աստծո մասին, այլ ոչ թե կամաչեն Հիսուսի անունից, որովհետև Հիսուսը սուրբ է, իսկ հիմա սրբությունը մոդայի մեջ չի, հիմա մոդայի մեջ պղծությունն է, ոչ թե սրբությունը, եւ այս մարդիկ, ովքեր իբր թե Աստծո ներկայացուցիչներ են, վերանները ջուր առած լռում են իրենց սուրբ Փրկչի մասին, իրենց շրջապատը չգիտի, թե ով է իրենց արքան, իրենց շրջապատը չգիտի, որ իրանք փրկության հնարավորություն ունեն, որ իրանք կարող են ընտրել փրկությունը Հիսուսի միջոցով։ Նրանք լռում են, նրանք վատություն են անում իրենց շրջապատին։ Ինչու, որտեվ ես ունեն, որտեվ վախենում են, երբ որ ասեն, իրենց կծաղրեն։ Իսկական քրիստոնյա չի վախենա ծաղրվելուց։ Քրիստոս ասեց. ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Բայց Հիսուսը մի շատ կարևոր բան ասեց։ Ասեց, եթե դուք ամաչեք իմ անունը դավանելուց, ձեր եղբայրների առաջ, ձեր այսքան բոլորի առաջ, ես էլ կամաչեմ ձեր անունը դավանելուց, իմ հոր առաջ։ Եթե լուռ եք, եթե ոչինչ չեք ասում մարդկանց փրկության մասին, զգուշ եղեք։ Դուք չեք փառավորում Աստծուն, դուք ուղղակի ապրում եք ձեր համար։ Եվ դա շատ լուրջ է, այսինքն ինքնախաբեությամբ եք զբաղված։ Եթե դուք չեք ուզում ավետարանել, եթե դուք չեք ուզում մյուս մարդկանց ծանոթացնել Փրկչի հետ, դուք զբաղված եք ինքնախաբեությամբ, երբ որ ասում եք ես քրիստոնյա եմ, կամ ձեր գործերով ու խոսքերով պետք է մենք ներկայացնենք Աստծուն։ Ինչպիսի հզոր ու լիակատար ներկայացում այն ամենի, ինչ Քրիստոսն արել է աշխարհի համար։ Երկրի ողջ պատմության մեջ չկա մի մարդ, որի համար Քրիստոսը չի մահացել։ Նրանք պարզապես պետք է իմանան դրա մասին եւ ընդունեն այն։ Իսկ ինչպես կարող են իմանալ, եթե իմացողը չի ասում, լռում է, վախում է, թե իրենք ասեն ցնդած։ Իսկական սիրո մեջ վախ չկա։ Եթե մենք սիրում ենք Քրիստոսին, եթե մենք իրոք քրիստոնյա ենք, մենք ոչինչից չենք վախենա։ Վերջում կարդանք մեծ պայքարից Էջ 671։ Սատանան երբևնից ազգող քերովբեն փորձում էր ոչնչացնել վստահությունն Աստծո գահի հանդեպ։ Աստված ընկած հրեշտակներին թույլ է տվել շարունակել իրենց ապստամբությունը, որպեսզի տիեզերքին ցույց տա ինքնավեհացման հետևանքով, այսինքն ինքնաբարձրացման հետևանքով առաջացած չարության խորությունը։ Որտեղ կա ինքնաբարձրացում, ես, դու հեչ, այնտեղ կա
ողբերգություն։ Այդ մարդիկ թունավորում են իրենց շրջապատը, ովքեր մտածում են, որ իրենք ինչ որ բան են։ Թունավորում են եւ իրենց կյանքը եւ ուրիշների։ Եվ մինչ սատանան կարողացավ խաբել մարդկային ցեղին եւ իր հետ միաբանել Աստծո դեմ իր պատերազմում, Քրիստոսը խաչի վրա կատարյալ պարտության մատնեց նրան, մարդկության համար տեղ ապահովելով այնտեղ, որտեղ մի ժամանակ կանգնում էին ընկած հրեշտակները։ Հավատացյալները միավորված Քրիստոսի հետ բացահայտորեն մերժում են սատանայի կեղծ պնդումները, վերջնական արդյունքը որոշ առումներով Աստծո բարության եւ սիրո նույնիսկ ավելի մեծ հայտնություն է, քան բացահայտվել է սատանայի անկումից առաջ։ Թեև Աստված երբեք չի սահմանել, չի ուզել, որ չարը գոյություն ունենա, եւ դա հավիտենական հետևանքներով ողբերգություն է, երբ այդ ամեն արվի, Աստծո բարությունն ու սերը կբացահայտվեն այնպես, ինչպես երբեք չէին բացահայտվել։ Քրիստոսը նայում է փրկվածներին, որ նորոգված են իր պատկերով, ամեն մի սիրտ կրում է աստվածային կատարյալ դրոշմը եւ ամեն մի դեմք արտացոլում է իր արքայի նմանությունը։ Ինչպես կարող է մարդը իր դեմքով արտացոլել Հիսուսի նմանությունը։ Դիմագծերով, իհարկե ոչ, մենք ամենքս յուրովի յուրահատուկ դիմագծեր ունենք, այլ արտահայտությամբ, որ մեր դեմքի վրա է։ Երբ որ մարդը բարի է, կամեցող է, սրտացավ է եւ այլն, լավ որակներ լիքը կան, այդ ամենը արտահայտվում է իր դեմքի վրա։ Երբ որ մարդը էգոիստ է, չար է, եսասեր է, եսամոլ է, դա էլ է արտահայտվում իր դեմքի վրա։ Այսինքն մենք, երբ որ մեր որակներով նմանվում ենք Քրիստոսին, այդ ժամանակ դա արտահայտվում է մեր դեմքի վրա եւ մեր դեմքը նմանվում է Քրիստոսի դեմքին, որտեղ մեր դեմքի վրա էլ կլինի բարություն, սեր, խաղաղություն եւ այլ լավ բաներ, ոչ թե չարություն ու նախանձ։ Նրանց մեջ նա տեսնում է իր հոգու աշխատության պտուղը եւ բավարարվում։ Եվ մի ձայնով, որը հասնում է արդարների եւ ամբարիշտների բազմություններին, առճակում է. «Ահա իմ արյամ գնվածները, նրանց համար ես չարչարվեցի, նրանց համար մեռա, որպեսզի նրանք իմ ներկայությամբ բնակվեն անվախճան դարերի ընթացքում»։ Եվ ճերմակազգեստ փրկվածները գահի առաջ կանած հիշեցնում են գովասանքի օրհներքը, արժանի է մորթված գարը առնելու եւ զորություն, եւ հարստություն, եւ կարողություն, եւ պատիվ, եւ փառք, եւ օրհնություն։ Հայտնություն 5:12։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք այս փրկագնվածների, ճերմակազգեստ փրկագնվածների միջև լինենք, երբ որ Հիսուսը գա։ Թող Աստված մեզ օրհնի, որ այստեղ մենք արդեն այդ պաշտոնը կատարենք, մարդկանց լույս տալու, մարդկանց ներկայացնելու թե ով է Աստված իրականում, որպեսզի իրենք հասկանան, որ կա սատանա, որ նա ստում է, որպեսզի իրենք իմանան ճշմարտությունը եւ իրենց ընտրությունը անեն։ Եվ եթե մենք լռում ենք, մենք մեղք ենք գործում եւ երբեք չենք անի այս մարդկանց միջև, որտեղ այս մարդիկ են, ովքեր դավանել են Աստծո անունը, նույնիսկ իրանց կյանքի շնորհիվ։ Թող Աստված օրհնի մեզ հետագա օրերին, որպեսզի մենք ներկայացնենք ճիշտ մեր Փրկչին, մեր Արքային, որպեսզի մեր դեմքի վրա դրոշմված լինեն նրա բարությունը, նրա սրտացավությունը, նրա հեզությունը, նրա խաղաղությունը եւ այլ բոլոր բարի բաները, այլ ոչ թե չարություն, նախանձ, մեծամտություն, գոռոզություն եւ այլ չարիքները, որոնք այսօր մարդկանց կյանքը թունավորում են։ Թող Աստված մեզ օրհնի, Աստծո ողորմությամբ մինչև մյուս դասը։